Մենք ականատեսն ենք լինում հիմա, որ բախվում ենք այն խնդրին, որ նախորդ անգամները, այսինքն նախորդ լսումներին, որ եղել են այս նախաձեռնված այս ընկերության կողմից, տեղական իշխանությունների կողմից, մենք ականատեսն ենք լինում, որ նախորդ բոլոր լսումների քաղաքացիների կարծիքները հաշվի չեն առնվել։ Օրինակ նույն Վանաձորի ազդակիր լինելու վերաբերյալ կամ այլ խնդիրների, երբ որ մարդիկ ասել են մենք չենք ուզում, որ չգիտեմ, հանքը ընդլայնվի կամ նոր պաշարներ, ոչինչ հաշվի չի առնվել եւ ով չի հաշվի առնում։ Բնականաբար տեղական իշխանություններից ամենաառաջին ամեն ինչ գալիս եւ կարծես թե այն ժամանակ տեղական իշխանությունները այսինքն համաունչ էին գնում այս ամեն ինչի հետ եւ դա բերել է նրան, որ համայնքում սոցիալական լարվածություն է ստեղծել։ Այսինքն մարդիկ կան, որ մեկ այլ ընկերության կողմնակիցներ են, մարդիկ կան, որ այս ընկերության կողմ, մարդիկ էլ կան, որ չեզոք են։ Եվ գիտեք վատը ինչն է, որ չեզոքներին շատ քիչ են լսում։ Հիմա նախարարությունը ինչ պետք է անի, պետք է ամեն ինչ այստեղից ստացված տեղեկատվությունը, որը որ ինքը ստացել է, ինքը պետք է մի հատ վերլուծի եւ հասկանա, այս ձևաչափով ինքը լիցենզիայի երկարացում թույլ է տալիս, թե թույլ չի տալիս։ Միանշանակ այստեղ նոր պաշարների հանքարդյունը անում, այն էլ ես հարց ուղղեցի ստորգետնյա, ինչ վնասներ կարող են լինեն, ստուգվել է գրունտը, չի ստուգվել, դրա պատասխանները կարծես թե չկան, այսինքն միանշանակ պետք է լիցենզիան այս պայն չի երկարացվի եւ փոխեն նախագիծ, գան մտեն զուտ իրենց բաց հանքի, չգիտեմ, ավարտում են, փակում են, ռեկուլտիվացիա են անում, ինչ են անում, այսինքն նոր պաշարներ չպետք է ուղղեն։ Եվ այս ամբողջ ինչ որ մենք հիմա տեսնում ենք, նաև հակասության մեջ է մարզի զարգացման, համայնքի զարգացման ստրատեգիաների հետ։ Այստեղ մարդիկ ցանկանում են զբոսաշրջություն զարգացնել, ինքը ճանաչվել է կլաստեր, եւ Փամբակը, եւ Վանաձորը, այստեղ բերում են ցանկանում են նոր եւ նոր հանքեր, ստեղծել եւ ընդլայնել։ Միանշանակ պետք է նախարարությունը բացասական տա, այսինքն այս լսումները, եթե մենք տեսնում ենք իր տրամադրությունները, պետք է բացասական տա եւ մերժի եւ երկրորդը կարևոր է, որպեսզի ՇՄԱԳ օրենքում կատարվեն փոփոխություններ, հիմա դա նախաձեռնվել են, որքան ես տեղյակ եմ, եւ այսպիսի մարդկանց իրար դեմ լարումներ համայնքներում պակասեն կչանան։